Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարև ձեզ։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները եւ ուշագրավ զարգացումները։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով Երևանում էր։ Նա Հայաստան էր ժամանել առավոտյան Բաքվից, կառավարությունում նրան դիմավորել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախ առանձնազրույցի, ապա նաև ընդլայնված ձևաչափով քննարկումների ժամանակ զրուցակիցներն անդրադարձել էին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման առնչվող օրակարգային մի շարք հարցերի։ Դրանք վերաբերել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը, վիզաների ազատականացմանը։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության թեմաների մասին։ Հայաստանի Հանրապետության վարչապետը ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը այնուհետև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, նաև պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին։ Մանրամասները տեսանյութում։ Բաքվից անմիջապես Երևան։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ուշագրավ հայտարարություններով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում Եվրոպական հանձնաժողովի նախագահը նախ խոսեց 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի մասին։ Անցյալ տարի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը պատմական իրադարձություն էր։ Ամենակարևոր քայլերից մեկը, որ այս տարածաշրջանը ձեռնարկել է վերջին տասնամյակների ընթացքում։ Նույնը վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների շարունակական կարգավորմանը։ Այս որոշումները պահանջում էին քաղաքական խիզախություն եւ առաջնորդություն, եւ դրա պտուղները տպավորիչ կլինեն։ Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, կխարսխեն Հայաստանին աշխարհի ռազմավարական կարևոր խաչմերուկների հետ։ Հետևաբար, մենք պատրաստ ենք համատեղ ջանքերով այս տեսլականը դարձնել իրական։ Եվրոպական ամենակարևոր կառույցներից մեկի ղեկավարը, կարևորելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև շարունակական խաղաղության ապահովումը, հիշեցրեց այս նպատակով Եվրամիությունից մոտ 20 միլիոն եվրոյի հատկացման մասին։ Իսկ Հարավային Կովկասում կապվածության ծրագրերը խթանելու համատեքստում անդրադարձավ 200 միլիոն եվրոյի աջակցության փաթեթին, որն էլ իր հերթին տրամադրվել է վերջերս մեկնարկած տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, միջտարածաշրջանային հարթակի եւ Եվրամիության կապակցվածություն հանուն խաղաղության փաթեթի շրջանակում։ Աջակցության այս փաթեթներից օգտվելով Հայաստանը կարող է շարունակել ընթացքի մեջ գտնվող ծրագրերի իրականացումը, ներառյալ սահմանային անցակետերը եւ ճանապարհային ենթակառուցվածքները։ Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ենթակառուցվածքներ։ Միաժամանակ կառուցում ենք կամուրջներ ժողովրդավարությունների միջև։ Մենք ցանկանում ենք նաեւ աջակցել Հայաստանի սահմանամերձ համայնքների ներուժին ու միկրոձեռնարկություններին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով ինքը քաջ գիտակցում է այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս Հայաստան-Եվրամիություն մերձեցումը։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, այսօր առավել քան երբևէ Հայաստանը ունի աջակցության կարիք։ Հետևաբար Եվրոպական միությունը պատրաստակամ է այս հարցում, վստահեցրեց եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան։ Ես այսօր այստեղ եմ նաև աներկբա հայտարարելու, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի դուռը հայկական ապրանքների արտադրատեսակների համար Եվրոպական միության 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Մենք ուզում ենք սատարել մեր բարեկամներին, մենք ուզում ենք սատարել խաղաղության գործընթացին, որն ընթանում է, ինչի համար ցանկանում ենք գնահատանք հայտնել ձեզ։ Տիկին նախագահ այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ Եվրոպական միությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։ Հայաստանը եւ Եվրոպական միությունը մոտ են իրար առավել քան երբևէ։ Այս արտահայտությունը օրեցօր ավելի է նյութականանում, ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական տնտեսական կիրառում։ Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք Հայաստանի առջև ծառացած տնտեսական բազմազանեցման եւ այդ առնչությամբ Եվրոպական միության աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Եվրամիությունը ցանկանում է օգնել Հայաստանին նաև էներգետիկ մատակարարումները դիվերսիֆիկացնելու հարցում։ Այս նպատակով հաջորդ շաբաթ Եվրամիությունից Հայաստան փորձագետների խումբ կժամանի։ Ռուսաստանից Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումների համատեքստում հայտարարեց եվրոպացի պաշտոնյան։ Պատասխանելով հարցին, թե Եվրամիությունը արդյոք կօգնի Հայաստանին այն հնարավոր իրավիճակում, երբ Ռուսաստանը թանկացնի Հայաստանին մատակարարվող գազը, էներգետիկ այս կախվածությունը օգտագործելով որպես քաղաքական ճնշման լծակ։ Էներգետիկայի թեմայով Հայաստանը կարիք ունի ռազմավարական համապարփակ եւ բազմաշերտ մոտեցման։
Եվ ինչպես մենք Հայաստանին օգնում ենք դիվերսիֆիկացնել իր առևտուրը, որը հանգեցնելու է երկրի դիմակայունությանը, ցանկանում ենք Հայաստանին օգնել նաև իր էներգետիկ մատակարարումները դիվերսիֆիկացնելու հարցում։ Սա է պատճառը, որ հաջորդ շաբաթ Եվրամիությունից փորձագետների խումբ կժամանի Հայաստան։ Մենք նման իրավիճակների մեծ փորձ ունենք։ Մենք սա ունեցել ենք Ուկրաինայում, մենք սա ունեցել ենք Մոլդովայում։ Մենք եւս որպես Եվրոպական միություն նման իրավիճակի տարրեր ունեցել ենք։ Այսպիսով մենք մեծ փորձ ունենք, թե ինչպես դիվերսիֆիկացնել որևէ երկրի էներգետիկ մատակարարումները։ Հայաստանի կառավարությունում հյուրընկալված Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Նիկոլ Փաշինյանը նախ առանձնացրույցում, ապա նաև ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը, ինչպես նաև վիզաների ազատականացման գործընթացին։ Վերջինի հնարավոր ժամկետների վերաբերյալ հարցին ի պատասխան Փաշինյանը նշեց. Նախընտրական շրջանում ես հայտարարել եմ, որ մենք խնդիր ունենք 2 տարվա ընթացքում, այսինքն 2026-ը արդեն կեսն անցել ենք, 2029 թվականի դրությամբ ունենալ վիզաների ազատականացման իրադրություն, իհարկե ես համաձայն եմ տիկին նախագահի հետ, շատ բան մեզնից է կախված եւ հարցերը շատ դեպքերում ոչ թե Եվրոպական միությանը պետքա տանք, այլ ինքներս մեզ տանք, թե ինչքանով ենք պատրաստ եւ ինչ որակով մենք բարեփոխումների օրակարգը կիրականացնենք։ Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը սպասում է այդ որոշմանը եւ այդ թվում այդ որոշման օգտին է քվեարկել ընտրություններում։ Հիշեցնեմ, մայիսի 28-ին Ռուսաստանի դեսպանատան միջոցով Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններ փոխանցվել Ռուսաստանի էներգետիկայի նախարարի նամակը, որում ռուսական կողմը նախազգուշացրել էր 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանը անդամակցելու քաղաքականությունը։ Ռուսաստանից եկող այս եւ նմանօրինակ այլ սպառնալիքների ներքո Հայաստանը հնարավոր է դադարեցնի Եվրամիության հետ սերտ գործակցությունը, շեղվելով եվրաինտեգրման ճանապարհից, այնպես, ինչպես օրինակ եղավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին։ Հայաստանի ղեկավարը բացառեց նման սցենարի հավանականությունը։ Բնակչության համար բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները չեն փոխվի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել են բնական գազի փոխադրման բաշխման եւ գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության սակագների վերանայման հարցերը։ Հանձնաժողովում ընդգծել են, վերահաշվարկները կատարվել են իրենց նախաձեռնությամբ, սակայն վերջնական սպառողների, այդ թվում բնակչության համար սակագնային փոփոխություն չի նախատեսվում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկվել է բնական գազի սակագնային շղթայի վերանայման փաթեթը։ Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանի խոսքով գործընթացը սկսվել է մայիսի 25-ից։ Հաշվարկներում հաշվի են առնվել գազի ջերմատարության փաստացի ցուցանիշը, դոլարի փոխարժեքը, սպառման կանխատեսվող ծավալը, նորոգման եւ նյութական ծախսերը, նաեւ գազամատակարարման համակարգում կատարված ներդրումները։ Ըստ ներկայացված տվյալների, դոլարի փոխարժեքը գործող 400 դրամի փոխարեն հաշվարկվել է 382 դրամ 55 լումայով, իսկ սպառման ծավալը 2.26 միլիարդ խորանարդ մետր։ Հաշվի են առնվել նաեւ շուրջ 18.6 միլիարդ դրամի ներդրումները։ Նպատակ ունենալով չեզոքացնել էլեկտրաէներգետիկական համակարգում որոշ գործոնների բացասական ազդեցությունը, մասնավորապես ատոմային էլեկտրականի սակագնում ներառված վարկային պարտավորությունների հետաձգումը ամբողջ ծավալով հնարավոր լինելու իրականացնել 30 մեգավատ եւ ավելի տեղակայված հզորությամբ ջերկերին սահմանված չափականակի շրջանակում վաճառվող բնական գազի սակագինը նախատեսվել է 91.15 ԱՄՆ դոլարի համարժեք դրամ 1000 խորանարդ մետրի հաշվարկով։ Բնական գազի մյուս բոլոր սպառողների, այդ թվում բնակչության համար սակագները մնում են անփոփոխ։ Փոփոխությունները նախատեսվում համակարգի ներսում գործող որոշ սակագների վրա։ Բնական գազի փոխադրման սակագինն առաջարկվում է նվազեցնել սահմանելով 8087 դրամ 223 լումա 1000 խորանարդ մետրի համար։ Վերանայվել են նաև էլեկտրաէներգետիկ համակարգի որոշ արտադրող կայանների սակագներ եւ չափականակներ, սակայն սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը չի փոփոխվում։ Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով այս վերանայումը կատարվել է ոչ թե ընկերությունների հայտով, այլ հանձնաժողովի նախաձեռնությամբ։ Նա նաև նշել է, որ մինչև տարեվերջ սահմանի վրա գազի գնի բարձրացում չի կարող լինել։ Գործնականում
Այսօրվա մեր որոշմամբ մինչև տարվա վերջ, մինչև դեկտեմբերի 31 մենք այդ հարցը փակեցինք, իսկ արդեն հունվարի 1-ից սկսած, այո, Գազպրոմ Արմենիան կարող է նման նախաձեռնությամբ հանդես գալ եւ եթե օբյեկտիվ լինեն պատճառները եւ իսկապես այնպիսի խնդիրներ լինեն, որ պետք է սակագին վերանայվի, ամեն դեպքում մենք կվերանայենք եւ որոշումը կախված կլինի հայցում ներկայացված պահանջներից կամ առաջարկներից։ Մեզրոպյանը պարզաբանել է նաեւ, որ սահմանի վրա գազի գնի եւ բնակիչներին հասնող սակագնի տարբերությունը պայմանավորված է ավելացրած արժեքի հարկով, շահագործման եւ պահպանման ծախսերով, մաշվածությամբ, աշխատավարձերով, տեխնիկական կորուստներով եւ ընկերության մարժայով։ Մեզրոպյանի խոսքով հաշվարկների արդյունքում Գազպրոմ Արմենիայի մարժան կազմում է մոտ $53։ Նա նշել է, որ ցածր ճնշման ցանցում գազ օգտագործողների համար բաշխման եւ սպասարկման ծախսերն ավելի բարձր են, ինչի հետևանքով կենցաղային սպառողի սակագինը ձևավորվում է այլ տրամաբանությամբ, քան սահմանային գինը։ Այդպես կարող են զարմանալ մարդիկ, որոնք որ չեն տիրապետում սակագների հաշվարկի մեթոդիկային եւ դա բնական է, բայց երբ որ հիմա ներկայացրեցի թվերը, արդեն պարզ դարձավ, չէ՞, $174 եւ $375 ամենաբարձր սակագինն է սովորական կենցաղային սպառողի համար զուտ նույն պատճառով, որովհետեւ ամենացածր ճնշման մակարդակի վրա գազ օգտագործողների համար եւ ծախսերը եւ բաշխման ծախսերը, ոնց որ էլեկտրաէներգիայի դեպքում էլ արման մակարդակից կախված ամենաթանկ սակագինն է ստացվում։ Հանձնաժողովում ընդգծել են, որ գազի համակարգում ձևավորված հաշվարկային արդյունքները նաեւ թույլ են տալիս չեզոքացնել էլեկտրաէներգետիկ համակարգի հնարավոր բացասական ազդեցությունը եւ մինչեւ տարեվերջ պահպանել սպառողների համար գործող սակագները։ Կառավարության նախաձեռնությամբ ազգային ժողովում մեկնարկել էր արտահերթ նստաշրջան, օրակարգում ընդգրկված էր 44 նախագիծ, որոնցից 29 քննարկվել են երկրորդ ընթերցմամբ։ Առաջարկվում էր մի շարք նախագծերի քննարկումն անցկացնել հատուկ 24-ժամյա ընթացակարգով։ Օրակարգի առանցքային հարցերից են ընտրական օրենսգրքի եւ հանրաքվեի մասին օրենքի փոփոխությունները, քրեական պատասխանատվությանը, ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելմանը, հարկային կարգավորումներին, նաեւ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքին վերաբերող նախագծերը։ Կառավարության նախաձեռնությամբ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նստաշրջան, օրակարգում են ընտրական օրենսգրքի եւ հանրաքվեի մասին օրենքի փոփոխությունները, քրեական, հարկային, համայնքային կարգավորումները, ընտրական եւ կենցաղային բռնության կանխարգելման, ընտրակաշառքի համար պատասխանատվության խստացման եւ ինքնակամ կառույցների օրինականացման նախագծերը։ Որպես նախաձեռնողի ներկայացուցիչ կանրադառնամ միայն այն նախագծերին, որոնք առաջարկել են քննարկել հատուկ, այն է 24-ժամյա ընթացակարգով, այսպես։ Ընտրական օրենսգիրքի սահմանադրական օրենքում եւ հանրաքվեի մասին օրենքում վերանայումներ նախատեսող օրինագծերով ներդրվում է բնակության ցենզ ընտրությանը քվեարկությանը մասնակցելու իրավունքի իրացման համար։ Նախագծերի ընդունմամբ կապահովի ժողովրդային իշխանության իրականացման համակարգային միասնականությունը, երաշխավորելով ժողովրդավարական կառավարմանն այն քաղաքացիների մասնակցությունը, որոնց կապը պետության հետ ունի իրական բնույթ եւ բովանդակություն։ Քննարկման ընթացքում ընդդիմադիր падգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ փոփոխությունները վերաբերում են քաղաքացիների հիմնական իրավունքին, ուստի պետք է անցնեին լայն հանրային քննարկում եւ միջազգային փորձագիտական գնահատում։ Քննարկման ընթացքում բանավեճ առաջացավ ընտրական փոփոխությունների շուրջ։ Իշխող խմբակցության падգամավոր Ծովինար Վարդանյանը հայտարարեց, որ բնակության ցենզի ներդրման հարցը ձևավորվել է որպես հանրային պահանջ ընտրությունների ժամանակ արտերկրից քվեարկության նպատակով եկած քաղաքացիների մասնակցության ֆոնին։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Արծվիկ Մինասյանը հակադարձեց նշելով, որ նման փոփոխությունը չի կարող քննարկվել արագացված կարգով եւ առանց լայն հանրային քննարկման։ Բանավեճից հետո ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ падգամավորական նախաձեռնությունների դեպքում բոլոր նախագծերը պարտադիր չէ ներկայացնել հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում։ Նրա խոսքով նախաձեռնության հեղինակներն իրենք են որոշում, այնուհետև ազգային ժողովն անցավ ընտրական օրենսգրքի եւ հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի փոփոխությունների քննարկմանը։ Նախագիծը ներկայացրեց падգամավոր Ալխաս Ղազարյանը։ Փաթեթով առաջարկվում է ընտրություններին եւ հանրաքվեին մասնակցելու իրավունքը կապել ոչ միայն քաղաքացիության եւ տարիքային շեմի, այլև Հայաստանի հետ քաղաքացու փաստացի կապի հետ։ Այսպիսով նախագծով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի երկրորդ հոդվածի առաջին մասը շարադրվում է նոր խմբագրությամբ։ Առաջարկվում է սահմանել, որ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք քվեարկության օրվա նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ աշխարհային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում 28-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 366 եւ ավելի օր։
Նույն չափանիշը նախատեսվում է կիրառել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում, պահպանելով նաև համայնքի բնակչության ռեեստրում հաշվառման պահանջը։ Բացառություններ են նախատեսվում հանրային ծառայության բերումով արտերկրում գտնվող անձանց, դիվանագիտական ծառայողների ընտանիքների անդամների եւ արտերկրում բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիների համար։ Փոփոխություններ են նախատեսվում նաև հանրաքվեի մասին օրենքում։ Հանրաքվեին մասնակցելու համար նույնպես պետք է վերջին 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնված լինել առնվազն 366 օր։ Քննարկման ընթացքում ընդդիմադիր падգամավոր Գեգամ Մանուկյանը բարձրացրեց նախագծի փորձագիտական գնահատականի եւ գործնական կիրառման հարց, օրինակ բերելով Հայաստանի ազգային հավաքականի մարզիկների, որոնք տարվա մեծ մասն անցկացնում են արտերկրում։ Այս կապակցությամբ Բալխազ Ղազարյանն ասաց. Մենք բացառություններ սահմանված է եղել թե ընտրվողների եւ թե ընտրողների վերաբերյալ եւ այդ բացառությունները եղել են երկուսը հանրային ծառայության հիմքով արտերկրում գտնվել է եւ նաեւ երկրորդը եղել է որ բարձրագույն ուսումնական հաստատություններ, սակայն նոր լրամշակված տարբերակում ներառվել են նաեւ դիվանագիտական եւ հպատոսական ներկայացուցիչները, նրանց ընտանիքի անդամների երկրից բացակայելու հիմքով բացառությունը։ Սակայն մենք միշտ ենք քննարկել, որ մենք կարող ենք, եթե հիշում եք, նախնական բանով նախագծի դրված էր, որ վերջին 1 տարում 6 ամիս Հայաստանի Հանրապետությունում մշտական գտնվել է, սակայն հետագայում քննարկումների արդյունքում եկանք այն հետևությամբ հաշվի առնելով շատ հանգամանքներ, այդ թվում նաև մարդկանց արտագնա աշխատանքի մեկնելու հանգամանքը, որը որ կարող է 6 ամսից եւ ավել տևել եւ այլն, որոշեցինք այդ ժամանակը էլ ավելի մեծ տիրույթ սահմանել, այսինքն վերջին 2 տարում 1 տարի Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու հանգամանք։ Անդրադառնալով սահմանադրության վերաբերյալ մտահոգությունների ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ ընտրական իրավունքը բացարձակ իրավունք չէ եւ պետությունը կարող է օրենքով սահմանել դրա իրացման որոշակի պայմաններ, եթե դրանք ունեն իրավաչափ նպատակ եւ համաչափ են։ Այնուհետեւ խորհրդարանն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը։ Առաջինը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց քրեական դատավարության օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու նախագիծը։ Փաթեթով առաջարկվում է քրեական դատավարության եւ քրեակատարողական փուլերում դատական նիստերը անհրաժեշտության դեպքում անցկացնել նաեւ տեսակապի ձևաչափով։ Հաշվի առնելով թե եվրոպական դատանի վճիռները այս ինստիտուտի մասով եւ թե նաեւ ընդհանուր երկրների փորձառությունը, մենք պահպանելով այդ բոլոր ստանդարտները նախատեսել ենք նմանատիպ հնարավորություն, այսինքն տեսակապով դատական նիստի անցկացման հնարավորությունը, ընդ որում բոլոր այն իրավաչափ պայմաններն են թվարկված, որոնք որ կարիք կունենանք ապահովելու, որպեսզի երաշխավորենք բոլոր կողմերի իրավունքները եւ համաչափությունը այս գործընթացում։ Հաջորդ քննարկվող հարցը վերաբերում էր ընտրական եւ կենցաղային բռնության կանխարգելմանը։ Նախագիծը ներկայացրեց падգամավոր Ռուստամ Բաքոյանը։ Փոփոխություններով առաջարկվում է բռնություն գործադրած անձանց ռեհաբիլիտացիոն ծրագիրը կիրառել նաև անհետաձգելի միջամտության որոշման դեպքում։ Նախագծով առաջարկում եմ ռեհաբիլիտացիոն ծրագիր սահմանել բռնություն գործադրած անձի համար նաև անհետաձգելի միջամտության որոշմամբ, քանի որ նախազգուշացման դեպքում դա իրականացվում է, իսկ փաստորեն անհետաձգելի միջամտության որոշման դեպքում ոչ, ուստի նախագծով սա կարգավորվում է։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանի խոսքով փոփոխությունները բխում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրներից։ Նա նշել է, որ ռեհաբիլիտացիոն ծրագիրն այժմ իրականացվում է 2 հասարակական կազմակերպության կողմից, իսկ դրան կամավոր միացել է 10 քաղաքացի։ Նախորդ տարի 2137 անձ ծառայություն է ստացել պետության պատվիրակմամբ ընտանեկան կենցաղային բռնության ծառայություն մատուցող հասարակական կազմակերպությունների կողմից, 196 նրանցից ծառայություն են ստացել պետական ֆինանսավորմամբ իրականացվող ապաստարաններում եւ նրանց մեջ բնականաբար եղել են անչափահասներ, որոնք եղել են կանանց խնամքի։ Խորհրդարանում քննարկվեց նաեւ ինքնակամ կառույցների հաշվառման եւ օրինականացմանը վերաբերող փաթեթը։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի խոսքով նախագծով առաջարկվում է որոշ դեպքերում հնարավորություն տալ հաշվառել նաեւ 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ կառույցները, եթե դրանք համապատասխանում են քաղաքաշինության նորմերին եւ ունեն տեխնիկական վիճակի դրական եզրակացություն։ Դիվանագիտական հարաբերություններին առնչվող նոր համաձայնագրեր, մշակութային ժառանգության պահպանման ուղղված միջազգային նախաձեռնություններ եւ հրաժեշտի խոսքեր։ Ազգային ժողովի արտահերթ նիստը առանձնացել է ոչ միայն օրենսդրական կարևոր քննարկումներով, այլև 8-րդ գումարման աշխատանքի ամփոփմամբ։ Նիստի ավարտին падգամավորները հոտնկայս եւ բուռն ծափահարություններով ճանապարհել են ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին նրա այս պաշտոնում վերջին ելույթից հետո։
Խորհրդարանը քննարկեց Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը։ Այն նախատեսում է, որ Երևանում եւ Աստանայում երկու երկրների դեսպանությունների կառուցման նպատակով 49 տարի ժամկետով կհատկացվեն համարժեք հողատարածքներ։ Խորհրդանշական տարեկան 1 դրամ եւ 1 տենգե վարձավճարով։ Ղազախական կողմը հայկական կողմին 49 տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Աստանա քաղաքում Արգանատի փողոցում գտնվող շինություններից եւ տարանցիկ հաղորդակցություններից ազատ նույն չափի 0.33 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածք հայկական կողմի հաշվին Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքերի եւ շինությունների կառուցման նպատակով։ Խորհրդարանը քննարկեց նաև Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրությունը վավերացնելու մասին նախագիծը։ Նշվեց, որ Հայաստանը դաշինքի հիմնադիր անդամներից է, իսկ կառույցի նոր կարգավիճակը, որպես միջազգային միջկառավարական կազմակերպություն, պահանջում է վերահաստատել անդամակցությունը։ Միաժամանակ ընդգծվեց, որ Հայաստանի ներկայացրած ծրագրերն արդեն իսկ ստացել են միջազգային աջակցություն, նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանն ու ուսումնասիրմանը։ Նոր օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված է դաշինքի կանոնադրության մեջ տեղի ունեցած փոփոխությամբ։ Մասնավորապես 2024 թվականի հունիսին դաշինքի խորհրդի երկրորդ նիստի ընթացքում կատարվել են կանոնադրության փոփոխություններ, որոնց արդյունքում կառույցը վերափոխվել է միջազգային միջկառավարական կազմակերպության, այսպիսով ստանալով ավելի հստակ կարգավիճակ եւ դրանով նաեւ ձեռք բերելով ավելի հստակ գործիքակազմեր աշխատանքի համար։ Սակայն օրվա գլխավոր խորհրդանիշը ոչ միայն ընդունվող որոշումներն էին, այլև այս գումարման խորհրդարանի աշխատանքների ավարտով պայմանավորված մթնոլորտը նիստերի դահլիճում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր վերջին ելույթում շնորհակալություն հայտնեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, ընդգծելով, որ նա Հայաստանի պատմության մեջ առաջին ազգային ժողովի նախագահն է, որն ամբողջությամբ պաշտոնավարել է իր հնգամյա ժամկետը։ Կոնջորյանը հիշեցրեց անցած տարիների դժվարությունները, նշելով, որ խորհրդարանը կարողացել է պահպանել իր դերակատարումը պետականության ամրապնդման գործում։ Ազգային ժողովի 8-րդ գումարումը ձևավորվեց հետպատերազմյան շրջանում, արտահերթ ընտրությունների արդյունքում։ Դրանից հետո մենք ունեցել ենք շատ տուրբուլենտ ժամանակներ, մենք ունեցել ենք 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններ, որոնք որ պարբերաբար զուգորդվել են ներքաղաքական տարատեսակ վայրիվերումներով։ Մենք ունեցել ենք 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները, մենք ունեցել ենք սահմանազատման գործընթացը, մենք ունեցել ենք տարբեր տեսակի այսպես փրկության շարժումներ, որոնք որ փորձել են կասկածի տակ դնել մեր երկրի ինքնիշխանությունը եւ ամրությունը, եւ այս գործում բնականաբար ազգային ժողովի եւ ազգային ժողովի նախագահի դերակատարումը անուրանալի է։ Հուզիչ էր նաև Ալեն Սիմոնյանի, որպես ազգային ժողովի նախագահի վերջին խոսքը։ Նա շնորհակալություն հայտնեց падգամավորներին, աշխատակազմին եւ բոլոր գործընկերներին, նշելով, որ հպարտ է անցած ճանապարհով համատեղ հաղթահարված դժվարություններով եւ իրականացված կարևոր աշխատանքով։ Այն ճամփորդությունները, այն իրադարձությունները, այն բանակցությունները, այն միջազգային հանդիպումները, որը որ մենք ենք իրականացրել միասին, իրոք պատմական են, մերսի շատ, ապրեք բոլորդ։ Ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, նաև աշխատակազմին, բոլոր բաժիններին շնորհակալություն եմ հայտնում եւ պարոն Ռուբինյանին, իմ ընկերոջը հաջողություն եմ մաղթում, թող ինքը լինի երկրորդ ազգային ժողովի նախագահ, որ ստաբիլ 5 տարի կունենա ազգային ժողովում եւ եթե ինչ-որ աշխատանքիս ընթացքում ինչ-որ մեկի նկատմամբ անարդար եմ եղել, թող ներողամիտ լինեն։ Դուք գիտեք, որ ես բոլորիդ սիրում եմ ու ինչքան կարևոր եք բոլորիդ իմ համար։ Եվ վերջում կեցե նահատակները եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը բարձր գնահատեց Ալեն Սիմոնյանի հնգամյա աշխատանքը, ընդգծելով, որ այն իրականացվել է Հայաստանի համար բացառիկ բարդ ժամանակաշրջանում։ Պարոն Սիմոնյանը շատ կարևոր ժամանակաշրջանում է ազգային ժողովի նախագահ եղել, աշխարհի ամենահեշտ ազգային ժողովում չի, որ նախագահ է եղել, բոլորը տեսել եք, թե ինչ մարդկանց տեղտեղել սուբյեկտների հետ է ստիպված եղել շփվել, այս տարիների ընթացքում Հայաստանը անցել է բազմաթիվ բարդությունների, դժվարությունների միջոցով, բայց մենք բոլորս Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ եւ մենք էլ ազգային ժողովում պարոն Սիմոնյանի
գլխավորությամբ հասել ենք մեր ամենակարևոր խոստման կատարմանը, խաղաղությանը, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Սիմոնյանին մեր քաղաքական թիմը առաջնորդելու համար։ Բայց սա դեռ ամենը չէ, որովհետև պարոն Սիմոնյանը այս ամեն ինչը մենակ չի արել։ Մեզ լքում է նաև ազգային ժողովի լավագույն փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև պարոն Արշակյանին իր պարկեշտության եւ իր քաղաքական սկզբունքայնության համար։ Եվ ուզում եմ արդեն իմ պարոն Սիմոնյանի եւ պարոն Արշակյանի անունից շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, պնդության, հաստատակամության համար եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որը կրկին փայլուն կատարեց իր առաքելությունը։ Շնորհակալություն։ Շարունակում ենք թողարկումը։ Եթե Կիևյանի կամրջի վերականգնման աշխատանքների ավարտին ասֆալտի որակը չհամապատասխանի պահանջներին, կապալառուն գումար չի ստանա, հայտարարել է Ավինյանը քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստին, որի ընթացքում խոսվել է նաև ճանապարհաշինական նոր ծրագրերի, հանրային տրանսպորտի զարգացման, ավտոկայանատեղիների ընդլայնման, վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման եւ քաղաքային մի շարք այլ նախագծերի մասին։ Եթե Կիևյանի կամրջի վերանորոգման ավարտին ասֆալտի որակի հետ խնդիր լինի, կապալառուն գումար չի ստանա։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հստակ պահանջ ներկայացրեց, ընդգծելով, որ իրականացվող խոշոր ծրագրերի վերջնարդյունքը պետք է լինի անթերի։ Նույն պահանջը վերաբերում է նաև Ավետ Ավետիսյանի փողոցին։ Քաղաքապետը նշեց, թեև այնտեղ կատարված աշխատանքները հիմնարար էին, սակայն դիտահորերի հատվածներում արդեն նկատվում են ասֆալտի որակի խնդիրներ։ Տեսեք, Կիևյան կամուրջում ահռելի ծավալի գործ է արվում, ոնց որ թե լավ էլ մասնագետներ կան հենց կամուրջի մասով, հանգարց եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք, էլի գումար չենք տալու։ Այսինքն սա շատ կարևոր վերջին, բայց ամենակարևոր դետալն է։ Այդ կարգի խորքային աշխատանքից հետո պետք է լինի իդեալական ասֆալտապատման աշխատանք։ Երևանի երթևեկության թեթևացման համար քաղաքապետարանը շարունակում է մշակել նաև նոր լուծումներ։ Ավինյանի խոսքով հատկապես փոքր կենտրոնում փողոցների լայնացման հնարավորություն գրեթե չկա, ուստի առաջնահերթությունը հանրային տրանսպորտն է։ Մենք այո ունենք շինարարություններ, Արշակունյացը միացնում ենք Իսակով պողոտային, ունենք խոշոր էլի նոր կամուրջների կառուցման ծրագրեր Հրազդանի կիրճի վրայով, բայց այնուամենայնիվ Երևան քաղաքի նամանավանդ փոքր կենտրոնի փողոցները ավել լայնանալու տեղ չունեն, եւ եթե մենք տարեց տարի, ամիս առ ամիս ավելի շատ մարդատար մեքենաներ ենք ունենում ուղևորա հոսքի մեջ, միակ բանը, որ մենք կարող ենք անել, առաջին բանը, որ մենք պետք է անենք, դա հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում տալ առանձնացված գծեր, որպեսզի հանրային տրանսպորտով ուղևորությունները դառնան էլ ավելի արագ, էլ ավելի հարմար, եւ երկրորդ քաղաքի մուտքերի մոտ եւ տարբեր հատվածներում առանձնացնել այն կետերը, որտեղ որ մենք ունենալու ենք մեծ ավտոկայանատեղիներ, որտեղ որ մարդիկ թողելու են իրենց անձնական ավտոմեքենան եւ շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով։ Քաղաքապետը կարևորեց նաև մետրոյի բոլոր կայարանների հարակից տարածքներում ավտոկայանատեղիների կառուցումը։ Գարեգին Նժդեի հրապարակը նաև չմոռանանք, որ այդտեղ ունենք մետրոպոլիտենի կայարան։ Եվ սա նշանակում է, որ ինքը նաև պետք է ունենա բավականին մեծ քանակի ավտոկայանատեղերի համար նախատեսված ենթակառուցվածք։ Այսինքն այստեղ պետք է բոլոր մետրոյի կայարանների մոտակայքում մենք այս ավտոկայանատեղերի ենթակառուցվածքը պետք է առաջնային դիտարկենք, որովհետև սրանք այն առաջնային կետերն են, որտեղ որ մարդը կարող է գալ ավտոմեքենան թողնել եւ անցնել արդեն հանրային տրանսպորտին։ Քաղաքային միջավայրի բարելավման հարցում Ավինյանը կրկին շեշտեց, որ համայնքային շահը վեր է անհատականից, որպես օրինակ նա բերեց կոնսերվատորիայի դիմացի այգին, որը նրա խոսքով վերադարձվել է համայնքին, ինչից հետո սկսվել են կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքները։ Նիստում անդրադարձ եղավ նաեւ
եւ հաղթանակի զբոսայգու ժամանցային գոտու արդիականացման ծրագրին։ Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանի տեղեկացմամբ նախկին կառուցապատողի հետ պայմանագիրը լուծարվել է, սակայն Ուրախ ժամանց ՍՊ-ի կողմից դատական հայց է ներկայացվել եւ դրա շրջանակներում շուրջ 1 տարի տևած դատական process-ի արդյունքում Արաչյանի դատարանի կողմից հայցադիմումը մերժվել է եւ հաստատվել է, որ համայնքին չի պարտավորեցվում կնքել կառուցապատման պայմանագիր, ինչը բողոքարկվել է վերաքննիչ դատարան եւ այդ ընթացքում հայցի ապահովման միջոց է կիրառվել, այդտեղ մեր գործողությունները սահմանափակված են, որովհետեւ process իրականացնելու կապակցությամբ եւ մենք սպասում ենք մինչև դատական process-ները ավարտվեն, որպեսզի կարողանանք ծրագիրը իրականացնել։ Համայնքային շահերը վստահորեն վեր են որևէ ինդիվիդուալ շահից, այսինքն մեծամասնության ընդհանուր քաղաքի շահը, երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի, չգիտեմ, 98 թվականին արդեն տենց հոտած պայմանագրին ստորադասվել եւ ես կարծում եմ, որ սա ամենակարևոր մոտեցումն է, որ վերջերս մենք նաեւ արձանագրում ենք դատական որոշումներով, որի համար շատ շնորհակալ եմ մեր դատական համակարգի գործընկերներին։ Օրակարգում էին նաեւ վթարային շենքերի վերաբնակեցման եւ ճանապարհաշինական խոշոր նախագծերը։ Քաղաքապետը հայտարարեց, որ 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները նոր բնակարաններ ստանալուց անմիջապես հետո հին հանրակացարանները կքանդվեն։ Իսկ Երևանի համար առաջիկա ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագրերից մեկը լինելու է Թբիլիսյան խճուղու եւ Եղվարդի ճանապարհի միացումը։ Կորեայի ձորով անցնող նոր ճանապարհով եւ 2 կամուրջներով, որն ըստ քաղաքապետի էական կբեռնաթափի մայրաքաղաքի երթևեկությունը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման առաջին 6 ամիսների արդյունքները։ Նախարարի խոսքով համակարգի գործարկման առաջին փուլը անցել է սահուն, ապահովագրվածների թիվը հասել է 700,000-ի, իսկ մատուցված ծառայությունների թիվը գերազանցել 8 միլիոնը։ Նախարարությունը վստահեցնում է համակարգը կայուն է, բայց միաժամանակ շարունակվում են հերթագրման, ուղեգրման եւ ծառայությունների կազմակերպման գործընթացների բարելավման աշխատանքները։ Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը Հայաստանում գործարկվել է հունվարի 1-ից։ Առաջին փուլում նախատեսվում էր ապահովագրել մինչև 1.5 միլիոն անձի։ Անահիտ Ավանեսյանի խոսքով համակարգին միացել են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուժհաստատություններ, պոլիկլինիկաներ, լաբորատորիաներ եւ դեղատնային ցանցեր։ Նպատակը քաղաքացիների համար ծառայությունների աշխարհագրությունը հնարավորինս լայն եւ հասանելի դարձնելն է։ Հունվարի 1-ից գործարկված հիմնադրամը եւ աշխատանքները համակարգը ըստ էության կարող ենք ասել, որ առաջին ներդրման փուլը ինչ որ առումով անցել ենք բավական սահուն, որովհետև առաջին իսկ շրջափուլը ենթադրում էր մինչև 1.5 միլիոն անձի ապահովագրություն եւ գիտեք, որ առողջության ապահովագրությունը ի տարբերություն սոցիալական ապահովագրության, հենց որ մտնում է ուժի մեջ, արդեն իսկ սկսում են ծառայություններից օգտվել անձինք եւ սա շատ կարեւոր տարբերություն է։ Ուրախ եմ, որ բժշկական կենտրոնների կողմից ապահովագրական համակարգին միանալու գործընթացը եւս բավական սահուն անցել ենք, առաջնակի ուրեմն կազմակերպությունների առումով բավական ընդլայնում ունենք, թե ովքեր են միացել ապահովագրությանը եւ այս աշխատանքները շարունակական են։ Նախարարի ներկայացրած տվյալներով 6 ամսվա ընթացքում մատուցվել է 8.399,491 ծառայություն։ Ծառայությունից օգտված անձանց թիվը կազմել է 842,750։ Ընդհանուր կատարողականն այս պահի դրությամբ գնահատվում է 97.4 միլիարդ դրամ։ Ավանեսյանի խոսքով մայիսին դիմելիության որոշակի աճ է գրանցվել։ Նախարարի գնահատմամբ դրա վրա ազդել են նաև այն լուրերը, թե ապահովագրությունը կարող է դադարել ընտրություններից հետո, սակայն վերջին շաբաթներին դիմելիության տեմպը կայունացել է։ Դե ինչպես տեսնում եք, ոչինչ չի պայթել։ Կարող եմ ասել, Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ դրական արդեն հաջողության պատմությունը
տարածվում է եւ մենք վստահ ենք, որ նման հետևողական աշխատանքը եւ անընդհատ բարելավման մեր հանձնառությունը Հայաստանում ստեղծված համակարգի եւ ներդրված բարեփոխման առումով մեզ առանձնահատուկ այսպես տեղ է դնելու միջազգային առողջապահական քարտեզում։ Համակարգի կարևոր շեշտադրումներից մեկն առաջնային օղակի պոլիկլինիկաների դերի բարձրացումն է։ Նախարարի խոսքով առանց առաջնային օղակի ֆիլտրերի բուժօգնությունը կարող է անկառավարելի դառնալ, իսկ ծախսերը արագ աճել։ Միևնույն ժամանակ քաղաքացիները շարունակում են դժգոհել հերթերից։ Նախարարը նշում է, առաջնային օղակում միջին սպասման ժամկետը չի գերազանցել 2 շաբաթը, իսկ հրատապ դեպքերը սպասարկվում են առանց հերթագրման բժշկական կենտրոնների անհետաձգելի բաժանմունքներում։ Մենք անցում ենք կատարում այն համակարգին, որ եթե անձին անհրաժեշտ է բուժօգնություն, ապա դա հասանելի է ապահովագրության շրջանակներում։ Եթե անձը ուզում է հարմարավետություն, լրացուցիչ, ապա հենց դրա համար է, որ կան մասնավոր ապահովագրական փաթեթներ, վճարովի ծառայություններ, որը արդեն հարմարավետության համար է, որ անձը հավելյալ վճարում է իր ուզած ծառայությունը եւ այլն ստանալու համար։ Բայց եթե մենք չունենանք կանոնակարգում, ապահովագրական համակարգը չի կարողանա գործել եւ կպայթի, ինչը մենք թույլ չենք տա։ Նախարարությունը նաև արձանագրում է, որ ապահովագրության ներդրման արդյունքում առաջնային օղակում աշխատավարձերի աճ է եղել։ Ըստ Ավանեսյանի, միջինում պոլիկլինիկական օղակում գրանցվել է 30-ից 40% աճ, իսկ ծանրաբեռնված որոշ նեղ մասնագետների աշխատավարձերը ավելացել են անգամներով։ Ապահովագրական փաթեթի արժեքը տարեկան 129.600 դրամ է։ Նախարարի խոսքով այդ չափը նույնն է բոլոր խմբերի համար, անկախ նրանից վճարում է քաղաքացին թե պետությունը։ Ապահովագրավճարները կարող են վերանայվել ամեն տարի ազգային ժողովի որոշմամբ հիմնադրամի հաշվետվության եւ հաջորդ տարվա կանխատեսումների հիման վրա։ Եթե վերանայվի ապահովագրավճարը, այդ վերանայումը կիրականացվի միայն ապահովագրավճար վճարողների համար, ոչ։ Եթե ապահովագրավճարի չափը վերանայվի, ապա կվերանայվի բոլորի համար, եւ 65+ տարիքի անձանց համար եւ մինչեւ 18 տարեկանների համար, ում համար վճարում է պետությունը։ Այսինքն սա օրենքով սահմանված դրույթ է հստակ։ Ապահովագրավճարը ֆիքսված է բոլոր խմբերի համար նույնական։ Հաջորդիվ արդյոք կարող է փոխվել ապահովագրավճարը, այո, եւ օրենքում դրված են այդ մեխանիզմները։ Ամեն տարի հաջորդ տարվա համար ազգային ժողովին առողջապահության նախարարը ներկայացնում է ապահովագրության հիմնադրամի կողմից կազմված զեկույց սպառված ծառայությունների, մատուցված այդ ամբողջ ծավալների, կանխատեսումների, գների փոփոխության եւ այլն։ Այսինքն ներկայացում են նախորդիվ տարվա արդյունքները եւ առաջարկ է ներկայացնում արդեն հաջորդ տարվա ապահովագրավճարի վերաբերյալ։ 2027 թվականի հունվարի 1-ից համակարգին կմիանան նոր խմբեր՝ քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայությունների վարորդները եւ բոլոր գրանցված աշխատողները, անկախ աշխատավարձի չափից։ 2028 թվականից նախատեսվում է ներառել արդեն ամբողջ բնակչությանը, այդ թվում գյուղացիական տնտեսություններում զբաղվածներին եւ ուսանողներին։ Այլ թեմաներ։ Հունիսի 29-ից հուլիսի 1-ը Երևանում անցկացվել է Հայկական տնտեսագիտական միության ամենամյա համաժողովը։ Այն համախմբել էր ավելի քան 100 տնտեսագետների աշխարհի առաջատար համալսարաններից եւ հետախուզական կենտրոններից։ Քննարկումների առանցքում գլոբալ եւ տարածաշրջանային տնտեսական մարտահրավերներն էին, մակրոտնտեսական միտումները, ֆինանսավորման արժեքի ազդեցությունը տնտեսության վրա եւ Հայաստանի զարգացման հնարավորությունները։ Հայկական տնտեսագիտական միության համաժողովն անցկացվում է արդեն 16-րդ անգամ։ 3 օրվա ընթացքում ներկայացվելու են հետազոտություններ մակրոտնտեսագիտության, միկրոտնտեսագիտության, միջազգային տնտեսագիտության, նորարարության, ֆինանսների եւ տնտեսական քաղաքականության վերաբերյալ։ Հայկական տնտեսագիտական միության ամեն տարի համաժողովն է, մենք 3 օր կազմակերպում ենք, 3 օր լինելու են հոդվածներ, զեկույցներ եւ լինելու է մոտ 100-ից ավել մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից եւ ներկայացնելու են շատ հոդվածներ, ես եմ ներկայացնելու իմ հոդվածներից մեկը։ Կազմակերպիչների խոսքով համաժողովի նպատակներից մեկը Հայաստանի ակադեմիական միջավայրը միջազգային տնտեսագիտական շրջանակների հետ կապելն է։ Տարիների ընթացքում հարթակը նպաստել է նոր գործակցությունների ձևավորմանը։ Հայաստանի, Սփյուռքի եւ արտասահմանյան համալսարանների
ընտրությունների մասնագետների միջև։ Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի ղեկավար Գուրգեն Ասլանյանի խոսքով այս տարվա շեշտադրումներից են մակրոտնտեսական հարցերը, աշխարհաքաղաքական շոկերի ազդեցությունը և դրամավարկային ու ֆիսկալ քաղաքականությունները։ Այս տարի հիմնական շեշտադրումը մակրոտնտեսագիտությունն է, տարբեր տեսակի հարցեր ունենք, թե ինչպես են ազդում շոկերը ժամանակակից, գեոպոլիտիկան ինչպես է ազդում ներտնտեսության վրա։ Այս 16 տարիների ընթացքում արդեն գիտաժողովը բերել է Հայաստան շատ մեծ տնտեսագետների հետազոտությունները, նրանց թեքվել են Հայաստանի ուղղությամբ, որոշ ինչ-որ բաներ են անում Հայաստանի մասին եւ արդյունքում ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունը ավելի լավ է վերլուծվում, հասկանում ենք ինչպես ճիշտ քաղաքականություն անել։ Առաջացել են բազում աշխատանքներ համատեղ տարբեր մարդկանց հետ եւ դա էլ մեծ նպատակ է մեր համար դրած հատկապես հայկական համալսարանները կապել արտասահմանյան տարբեր համալսարանների հետ։ Համաժողովի ուշագրավ զեկույցներից մեկը վերաբերում է հայոց ցեղասպանության տնտեսական հետևանքների քննարկման գնահատմանը։ Կալիֆոռնիայի Լոս Անջելես համայնքի հետազոտող Թալիա Լիբերմանը ներկայացրել է 1915 թվականի հայոց ցեղասպանության տնտեսական հետևանքների քննարկման գնահատումը, լքված գույքի փաստերը, թեմայով աշխատանքը։ Գուրգեն Ասլանյանի գնահատմամբ սա կարևոր է ոչ միայն ակադեմիական, այլև հայկական պատմատնտեսական հետազոտությունների տեսանկյունից։ Գլխավոր բանախոսներից է նաև Նորթ Դամի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ջոզեֆ Կոբոսկին։ Նրա զեկույցը վերաբերում է ֆինանսավորման գլոբալ սփրեդներին եւ դրանց ազդեցությանը տարբեր երկրների մակրոտնտեսության վրա։ Իմ զեկույցը վերաբերում է ֆինանսավորման գլոբալ սպրեդներին եւ դրանց ազդեցությանը ընկերությունների ու մակրոտնտեսության վրա ԱՄՆ-ում, Չիլիում եւ Բրազիլիայում։ Հույս ունեմ այս թեման օգտակար կլինի նաեւ Հայաստանի համար, քանի որ ֆինանսավորման արժեքը կարող է ազդել բիզնես ցիկլի եւ տնտեսական զարգացման վրա։ Կոբոսկին նշել է, որ Հայաստանի հետ սկսել է գործակցել տարիներ առաջ կենտրոնական բանկի աշխատանքի շրջանակում։ Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը։ Նա կարևորել է մասնագետների փոխանակումը, սփյուռքի տնտեսագետների ներգրավումը և ուսանողների համար միջազգային հետազոտական միջավայրի հասանելիության ապահովումը։ Մեզ համար կարևոր է, որ տնտեսագիտության ոլորտի սփյուռքահայ մասնագետները գալիս են Հայաստան։ Ստեղծվում է մասնագետների փոխանակման և հետագա գործակցության հնարավորություն։ Հուսով եմ համաժողովը հետաքրքիր կլինի ոչ միայն մասնագետների, այլև մեր ուսանողների համար։ Հայկական տնտեսագիտական միության համաժողովը շարունակվելու է մինչև հուլիսի 1-ը։ Կազմակերպիչների ակնկալիքով այն կնպաստի Հայաստանում տնտեսագիտական հետազոտությունների խորացմանը, միջազգային կապերի ընդլայնմանը և տնտեսական քաղաքականության շուրջ մասնագիտական քննարկումների ակտիվացմանը։ 2026-27 թվականների ուսումնական տարում առաջին դասարան և ավագ դպրոցներ ընդունելության նոր կարգ է գործելու, որը ապահովելու է հավասար պայմաններ բոլոր շահառուների համար։ Դպրոցականների ընդունելության հայտագրման գործընթացն անցկացվելու է մի քանի փուլով և մեկնարկելու է հուլիսի 20-ին։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարության կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը։ Մանրամասները տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է մի գործելավոճ, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացի, որը ցանկանում է օգտվել պետական ծառայություններից, պետք է անցնի նույնականացում եւ ունենա էլեկտրոնային օգտահաշիվ։ Այս տրամաբանությամբ է մշակվել ավագ դպրոցների նաեւ առաջին դասարան ընդունելության նոր կարգը, հայտնեց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։ Ըստ բանախոսի ընդունելության հայտագրման ծառայություններից օգտվելու համար նախ ծնողը պետք է ունենա իր օգտահաշիվը կրթության կառավարման տեղեկատվական հարթակում, որն անհրաժեշտ է ոչ միայն հայտագրման, այլև հետագայում ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրվող այլ ծառայություններից օգտվելու համար։ Օրինակ, ծնողը երեխայի օրագիրն առցանց կարող է տեսնել ոչ թե վերացական ինչ-որ մի էջում, այլ իր օգտահաշվում, ընդգծեց Պողոսյանը։ Հայտագրումից հետո ծնողը կարող է նաև էլեկտրոնային ստորագրությամբ էլեկտրոնային դիմում ներկայացնել դպրոցի տնօրենին, ամբողջությամբ էլեկտրոնային, եւ բացի դա կարող է նաև դպրոցի եւ ծնողի միջև կնքվող պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային տարբերակով, էլեկտրոնային ստորագրությամբ։ ԿԳՄՍ պաշտոնյան հավելեց, որ այն ծնողները, որոնք ունեն էլեկտրոնային ստորագրություն, նրանց համար հայտագրման խնդիր չի առաջանա։ Կա այլ ընտրանքային տարբերակ, իրենց իսկ էլեկտրոնային փոստի միջոցով կրկին կարող են օգտահաշիվ բացել, անցնել նույնականացում, սակայն այս պարագայում եւ ծնողը եւ երեխան պետք է ունենան հանրային ծառայության համարանիշ, որը պարտադիր պայման է։
Պողոսյանն ընդգծեց, որ ավագ դպրոցներում, մասնավորապես մասնագիտացված դպրոցներում, որոնք ԲԸ-ի ենթակայության ներքո են գործում, ընդունելությունը այս տարի դեռևս իրականացվելու է նախկին ընթացակարգերով, սակայն հաջորդ տարիների համար գործելու է ԿԳՄՍ նախարարության հայտագրման նոր համակարգը։ Վերջինիս հավաստմամբ նույն փուլերն ու ընթացակարգը գործում է նաև 10-րդ դասարանցիների համար։ Բացի այդ, արդեն այսօրվանից սկսած ծնողները համակարգում կարող են օգտահաշիվներ բացել եւ չսպասել հայտագրման օրվան։ Իսկ հայտագրման առաջին փուլը մեկնարկելու է հուլիսի 20-ին, որից կարող են օգտվել այն ծնողներն ու աշակերտները, որոնք ունեն առաջնահերթություններ։ Նա մանրամասնեց նաև երկրորդ փուլի մեկնարկի մասին։ Հաջորդ փուլը, որը համընդհանուր հայտագրման համար է, դա օգոստոսի 4-ին առավոտյան ժամը 9-ին է տեղի ունենալու, բացվելու է այդ օրը համակարգը։ Այստեղ կարող են մի բան շեշտեմ, որ առաջնահերթությունից կարող են օգտվել ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն ուսուցմամբ դասարաններ ցանկացող ծնողները, այսինքն իրենք կարող են չսպասել երրորդ փուլին ռուսերեն ուսուցման պարագայում, եթե իրենք ունեն առաջնահերթություն, ապա կարող են հենց առաջին փուլում օգտվել իրենց առաջնահերթությունից։ Երկրորդ փուլը օգոստոսի 4-ին հայերեն ուսուցմամբ, միայն հայերեն ուսուցմամբ դասարանների համար համընդհանուր հայտագրումն է եւ մյուս երրորդ փուլը արդեն նախատեսվում է միայն ռուսերենով ուսուցմամբ այլ երկրի քաղաքացիների կամ օտարազգիների երեխաների հայտագրման համար ռուսերեն դասարաններ։ Արտակ Պողոսյանը նշեց, որ չնայած հնչող դժգոհություններին, որոնք հիմնականում վերաբերում են տեխնիկական խնդիրներին, թվայնացումը եւ հայտագրման նոր համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս ի հայտ բերելու ոլորտում կուտակված զանազան խնդիրներ, եւ որ ամենակարևորը բոլոր շահառուների, այս դեպքում աշակերտների համար ապահովում է հավասար պայմաններ եւ կոռուպցիա կամ առավել եւս խնամի ծանոթ բարեկամ հասկացողությունը այս պարագայում չի գործելու։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։